պարոն Սարգսյան, խնդրում եմ ներկայացնել առաջիկայում նախատեսվող մշակութային միջոցառումների վերաբերյալ։ Հարգելի պարոն քաղաքապետ, ձեզ եմ ներկայացնում տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի կողմից առաջիկայում նախատեսված մշակութային ծրագրերի վերաբերյալ։ Նախ ցանկանում եմ նշել, որ այս տարի եւս ինչպես վերջին տարիներին ավելացել են Երևան համայնքի կողմից մշակույթի ոլորտին հատկացվող միջոցները, ինչը հնարավորություն է ընձեռում իրականացնել ինչպես մեծամասշտաբ մշակութային նախագծեր, այնպես էլ լուծել համակարգային տասնամյակներով կուտակված խնդիրներ։ Նախորդ զեկույցում նշել եմ ոլորտի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող հիմնարար ծրագրերի, երաժշտական եւ արվեստի դպրոցների համառոյալների ձեռքբերման եւ երաժշտության տեսության առարկաների դասասենյակների վերազինման եւ արդիականացման ծրագրի մասին։ Այս եւ առաջիկա տարիներին նշված ծրագրերը կշարունակվեն եւ համայնքապատկան բոլոր մշակութային կրթության հաստատություններն ապահովելու են նոր երաժշտական գործիքներով եւ տեխնիկական միջոցներով։ Բացի այդ, համայնքապատկան գրադարանների համար այս տարի շարունակվել է գրքային ֆոնդի համալրման ծրագիրը, որի շրջանակներում ձեռք է բերվել շուրջ 40,000 գիրք 19 գրադարանների համար։ Պարոն քաղաքապետ, առաջիկա օրերին ձեր քննարկմանը կներկայացվի գրադարանային համակարգի վերաբերյալ արդիականացման եւ զարգացման նոր ծրագիրը։ Այժմ անդրադառնամ առաջիկա ամիսներին սպասվող մշակութային միջոցառումներին։ Ապրիլի 30-ին ջազի միջազգային օրը Գաֆէսչյան քանդակների պուրակում կկայանա ավանդական դարձած բացօթյա ջազային համերգային ծրագիրը, որին կմասնակցեն հայ եւ օտարազգի անվանի ջազային երաժիշտներ։ Այդ երեկո ելույթ կունենան Երևանի ջազ կվարտետը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Գոր Սուջյանը, Նինո Կատամաձեն, Վիգեն Արմենը եւ այլ հայտնի երաժիշտներ։ Մայիսին կմեկնարկի Երևանի երաժշտական եւ արվեստի դպրոցների 17-րդ մրցույթ փառատոնը, որին կմասնակցեն երաժշտական եւ արվեստի դպրոցների շուրջ 2000 սովորողներ։ Մրցույթ փառատոնը կեզրափակվի գալա համերգային ծրագրով Աջափնյակ վարչական շրջանում նոր ստեղծվող Արև Արենա բացօթյա համերգասրահում։ Երեկոյի ընթացքում կկայանա նաեւ Երևանի քաղաքապետարանի կողմից գնումների մրցութային ընթացակարգով ձեռք բերված Կավայի Մակնիշի ռոյալների շնորհանդեսը։ Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա նվիրված միջոցառումների շրջանակներում կկազմակերպվեն բազմաբովանդակ տոնական միջոցառումներ, որոնք կանցկացվեն Երևանի տարբեր հանրային տարածքներում, ապահովելով բազմակենտրոն եւ ինտերակտիվ միջավայր։ Մասնավորապես կձևավորվեն միջոցառումների 4 հիմնական տարածքներ՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում եւ Կարապի լճի տարածքում, որոնցից յուրաքանչյուրում կիրականացվեն տառաբնույթ անիմացիոն եւ մշակութային ծրագրեր, կցուցադրվեն մանկական կրկեսային եւ թատերական ներկայացումներ, կմասնակցեն մանկական ստեղծագործական խմբեր, կցուցադրվի մյուզիքլներ։ Հունիսի 2-ից 6-ը Թումանյանի անվան զբոսայգում կանցկացվի ավանդույթ դարձած Երևանի բալետային միջազգային փառատոնը, որի ընթացքում կներկայացվեն Երևանի քաղաքապետարանի պատվերով ստեղծված բալետային ստեղծագործություններ։ Մայիսին Երևանի վարչական շրջաններում բակային ելույթներով հանդես կգա Բեբուկ շարժական թատրոնը, ինչպես անցյալ տարի, այս տարի եւս Բեբուկ մանկական շարժական թատրոնը ելույթ կունենա մանկական ինտերակտիվ թատերական ներկայացումներով։ Այս տարի նախատեսված է 40 բակային ելույթներ։ Ծրագրի շրջանակներում այժմ իրականացվում է մանկական գրականության ձեռքբերման ծրագիրը, որի արդյունքում նախադպրոցական հաստատություններին, ինչպես նաեւ ինտերակտիվ ներկայացումներին մասնակից երեխաներին կնվիրաբերվեն շուրջ 23000 օրինակ գրքեր։ Երևանի քաղաքապետարանի Երևան փողային նվագախումբը նույնպես մեկնարկում է բացօթյա ելույթների համերգաշրջանը։ Նոր թարմացված երկացանկով նվագախումբը 2 ամիս շարունակ ելույթ կունենա Երևանի տարբեր վարչական շրջանների հանրային տարածքներում։ Հունիսի 5-ին, 6-ին եւ 7-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կիրականացվի Երևանի գինո օրեր մշակութային զբոսաշրջային փառատոնը։ Հունիսի 6-ին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը կկայանա Արամ Խաչատրյանի անվան պատանի կոմպոզիտորների 47-րդ ստուգատես փառատոնը։ Հուլիսի 13-ից 20-ը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կիրականացվի Ոսկե ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնը, որն ի դեպ այս տարի ընդգրկվել է աշխարհում անցկացվող լավագույն 50 փառատոնների ցանկում։ Հուլիսի 12-ին պարոն քաղաքապետ առաջին անգամ մեծ շուկով եւ մասշտաբային միջոցառումներով կնշվի Վարդավառի տոնը։ Քրիստոսի պայծառակերպության տոնը հայ առաքելական եկեղեցու 5 տաղավարտոններից մեկն է եւ դարեր շարունակ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել հայ ժողովրդի հոգեվոր ու ազգային կյանքում։ Այն ոչ միայն եկեղեցական մեծ խորհուրդ ունեցող տոն է, այլև ժողովրդի կողմից ամենասիրված եւ սպասված օրերից մեկը։
Այս տարի Երևանում տոնի նշումը նախատեսվում է աննախադեպ ծավալներով, վերածվելով համակարգային մեծ իրադարձության։ Տոնը նպատակ ունի ոչ միայն պահպանել եկեղեցական եւ ժողովրդական հարուստ ժառանգությունը, այլև նոր շունչ հաղորդել, այն դարձնելով ժամանակակից երևանցու եւ քաղաքի հյուրերի համար հիշարժան եւ միավորվող փորձառություն։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, սիրելի երևանցիներ, շատ շուտով սկսում է մեր մշակութային միջոցառումների հրավառությունը եւ եւս մի միջոցառում, որի մասին պարոն Սարգսյանը չնշեց, ապրիլի 25-ին Երևանում կանցկացվի քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները եւ հետեւապես սիրելի երևանցիներ, Հայաստանի Հանրապետության սիրելի բոլոր քաղաքացիներ հրավիրում ենք ձեզ տոնական միջոցառումներին ապրիլի 25-ին, հունիսի 1-ին, հունիսի 2-ից 6-ի ընթացքում բալետային փառատոնին, գինու օրերին եւ այդպես շարունակ։ Եվ այս բոլոր միջոցառումները անցկացվում են Երևան քաղաքում եւ մեծամասնությամբ գրեթե ամբողջությամբ կամ մեր ֆինանսավորմամբ կամ մեր էական աջակցությամբ եւ կարծում եմ, որ արդեն իսկ այս ավանդույթ դարձած միջոցառումներին հավելյալ հրավիրելու կարիք չենք ունենալու։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, իրականում մի քանի կարևոր բան նույնպես բարձրաձայնվեց, նոր ռոյալները մեր երաժշտական դպրոցների համար տասնամյակների, այսպես ասած, խնդրի նաև լուծում է եւ իրապես մենք մեր երաժշտական դպրոցներում որակական փոփոխություններ ենք իրականացնում։ Ես շատ տպավորված եի նաև մեր սոլֆեջոյի դասարաններով, նրանց տեխնիկական հագեցվածությամբ այդ ծրագիրը կարծում եմ պետք է բոլոր դպրոցներում տարածենք, ինչպես նաև ոչ միայն համայնքապատկան դպրոցներում, այլ նաև բոլոր մնացած դպրոցներում, որտեղ գործընկերները պատրաստ կլինեն նույն ծրագիրը իրականացնել, որտեղ ոչ, էլի կրկին մենք կարծում եմ այդ պատրաստակամությունը պետք է հայտնենք։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, ինչ վերաբերում է նաև մեր գրադարանների եւ թանգարանների նոր կոնցեպտներին, դրանք կարծում եմ կրկին առաջնահերթություններ են, միջոցառումները կարևոր են, բայց նաեւ մենք չմոռանանք, որ նաեւ կարևոր է այն ֆունկցիան, որ ինստիտուցիոնալ փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև հասնեն թանգարաններ, հասնեն գրադարաններ եւ իրենց միջավայրերը մի փոքր արդիականացվեն եւ դառնան 21-րդ դարին հարիր։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։